Ողջույն ձեզ, ինչպես եք, ձեզ հետ է Հայտղատը եւ այսօր ոչ մի խաղ չենք խաղալու, այլ դրա փոխարեն անակնկալ եմ ցույց տալու։ Ես վերջապես ստացել եմ USB ձայնային քարտերը, որը ես AliExpress-ից եմ պատվիրել։ Քանի որ նախկինում ես օգտագործել եմ մայրական պլատայով, այսինքն ես ձայնագրել եմ մայրական պլատայով առանց որևէ սարքի, ձայնան քարտի եւ այլն, եւ այդ ընթացքում խոսափողի ձայնը տհաճ է հնչվում ու բացի դրանից նաեւ աղմուկ է լսվում։ Եվ այդ իսկ պատճառով որոշեցի պատվիրեմ դրանք, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա ինձ համար։ Այսպիսով հիմա ժամանակն է ձեզ ցույց տամ։ Սրանք են Եվ նաև սա, բացի սրանից, որտեղ սա ուրիշ բան է, ես ձեզ հետո ցույց կտամ։ Լավ, սկսենք սրանից։ Սա է, ինչպես տեսնում ենք։ Հետո սա։ Բոլորը այստեղ են եւ ամենակարևորը սպունգ է խոսափողի համար։ Հիմա կարող եմ փորձարկել այս սարքերը։ Պետք է 3 փորձարկություն կատարեմ։ Առաջինը խոսափողի աղմուկը, երկրորդը մարդու ձայնը եւ երրորդը մարդու ձայնը սպունգի հետ։ Եվ ինչու՞։ Որովհետև երբ որ ես ասում եմ B, T, S տառերը, ապա դա տհաճ է հնչում։ Եվ դրա պատճառով ես պետք է սպունգով փորձարկեմ։ Իսկ հիմա գնացինք։ Բարև ձեզ, սա փորձարկում է, կրկնում եմ, սա փորձարկում է, ցտեսություն։ Բարև ձեզ, սա փորձարկում է, կրկնում եմ, սա փորձարկում է, ցտեսություն։ Բարև ձեզ, սա փորձարկում է, կրկնում եմ, սա փորձարկում է, ցտեսություն։ Բարև ձեզ, սա փորձարկում է, կրկնում եմ, սա փորձարկում է, ցտեսություն։ Բարև ձեզ, սա փորձարկում է, կրկնում եմ, սա փորձարկում է, ցտեսություն։ P, T, S, P, T, S, P, T, S, P, T, S, P, T, S։ Այսպիսով, հաղթեցին չենջը և կեպետեմենը։ Քանի որ այդ սարքերի ձայնի որակը լավն են, իսկ աղմուկը լսվում են։ Կեպիդուեմին և XML USB ձայնային քարտը պարտվեցին։ Քանի որ ձայնի աղմուկը տհաճ էր եւ նույնիսկ եւ խոսալու ընթացքում տհաճ էր հնչվում եւ այդ իսկ պատճառով նրանք պարտվեցին։ Այնպես որ ես ձեզ առաջարկում եմ պատվիրել չենջը կամ կեպետեմը, որը դա կախված է ձեզանից։ Դե ինչ, եթե հավանեցիք տեսանյութը, ապա բաժանթակում եք իմալիքին, սեղմ եք զանգակին, սեղմ եք հավանել, մեկնաբանություն եք գրում
եւ ամենակարևորը այս սարքերի հղումները կլինեն նկարագրության բաժնում։ Դե ինչ, ձեզ հետ է հայտղահտը։ Ցտեսություն, կհանդիպենք։